Ընկերներ ողջույն, իմ համոզմամբ եւ ոչ միայն մեր ամենամեծ խնդիրներից մեկը ապաքաղաքականությունն է, ապաքաղաքական աշխարհայացքը, այսինքն մեր շուրջը կատարվող, մեզ հետ կատարվող քաղաքական խնդիրներին ապաքաղաքական վերաբերմունքը կամ դրանց նկատմամբ ապաքաղաքական դիրքավորումը։ Կար ժամանակ, երբ որ Երևանում մի շատ սիրուն գրաֆիտի կար, քաղաքականացրեք սերը, կարծում եմ այդ գրաֆիտին շատ հետաքրքիր ազդակ էր փոխանցում մարդկանց, երիտասարդներին, որ մեզ շրջապատող աշխարհը, միջավայրը, մարդկային հասարակությունը, հասարակակը քաղաքական է եւ մենք չենք կարող լինել ապաքաղաքական։ Նույնը վերաբերվում է նաեւ արտաքին քաղաքականությանը։ Իմ համոզմամբ մենք մեր անկախությունից ի վեր մեր հարցերին ապաքաղաքական ենք վերաբերվում։ Օրինակ, բառօրինակ հայ-թուրքական հարաբերությունները։ Ի սկզբանե, երբ որ կար գործընթաց, կարգավորման գործընթաց, հիշենք 90-ականները, հիշենք ֆուտբոլային դիվանագիտությունը, Սերժ Սարգսյանի օրոք, դրա վերաբերյալ կարելի մեծամասամբ, բոլորը չէ իհարկե, ապաքաղաքական վերաբերմունք, հայրենասիրական հիստերիա, լրբություն, արյան կանչ, չգիտեմ, կենացներ, դասական, լղոզված, լպրծուն, չհիմնավորված ապաքաղաքականություն։ Հիմա մեդալը հակառակ ուղղությամբ է շրջվել։ Արցախի հայաթափումից եւ պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո նորից հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մեր հայացքը ապաքաղաքական է։ Հիմա, ինչպես ասացի, մեդալը հակառակ ուղղությամբ է շրջվել։ Փոխարեն մենք փորձենք հասկանալ, գիտակցել Թուրքիայից եկող վտանգները, սպառնալիքները, փորձենք հաշվարկել, տեսնել մեր պետության շահերը, մենք էլի ապաքաղաքական իրացիոնալ դատողությունների գիրկն ենք ընկել, ռուսների ինադու, Թուրքիայի հարաբերությունները կարգավորենք, դառնանք ինքնիշխան, չէ որ մենք կարողացել ենք հանգիստ, խաղաղ իրար հետ ապրել, ցեղասպանությունից առաջ մենք իրար շատ լավ ապրել ենք, բարեկամություն ենք արել, այդ ստոր, մենք, դավադիր, ռուսները եկան եւ մեզ սադրեցին, թշնամի դարձրեցին, այդ կոնֆլիկտը միայն իրանց էր ձեռնտու, էլի տեսնում եք այդ նույն ապաքաղաքական դիրքավորումը։ Ես հիմա ինչ եմ ուզում ասել, շատ կարճ, մի նախադասությամբ, պետք է քաղաքականացնել հայ-թուրքական հարաբերությունները եւ ընդհանրապես քաղաքականությունը պետք է քաղաքականացնենք։ Եվ նույնը վերաբերվում է նաեւ հայ-ռուսական հարաբերություններին։ Դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը, դիրքավորումը նորից ապաքաղաքական է։ Մինչև պատերազմը, մինչև Արցախի հայաթափումը, հույսներս դրել ենք իրենց վրա, մտածում ենք ինչ կուզենք կանենք, ոնց կուզենք մեզ կպահենք, իրանք միշտ կապահովեն մեր անվտանգությունը, ու տենց հպարտ ինքնավստահ ասում են, ռուսները երբեք չեն լքի տարածաշրջանում։ Ոնց կարան ռուսները դուրս գան Արցախից, տեսակ ոնց կարան, տեսակ որ էլի դուք ապաքաղաքական եք, էլի տգետ եք ու այդ աշխարհայացքով ոչնչացրեցիք ամեն ինչ։ Հիմա նորից մեդալը հակառակ ուղղությամբ է շրջվել։ Ունեցանք խնդիրներ, ունեցանք աղետներ եւ հիմա էլ Ռուսաստանի նկատմամբ այդ ծնողական վուլգար սերը փոխակերպվել է վուլգար չհիմնավորված ատելության, էլի ապաքաղաքական ատելության, քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն, քաղաքական դիրքավորման մեր շահերը պաշտպանելու փոխարեն, էլի մենք զբաղված ենք կենացներ արտադրելով սիրուց միջև ատելություն, բայց քաղաքականությունը այս ամեն ինչի մասին չի, ու մեր այս մտածողության պատճառով մենք անընդհատ ու միշտ կորցնում ենք ամեն ինչ։ Այսքանը